Վերջապես, այսօր խոսելու ենք գնագոյացության մասին։ 90,000 դրամ մի քառակուսի մետրի համար։ Հիմա կպարզենք։ Երբ մարդիկ սկսում են հետաքրքրվել կարկասային տներով, առաջանում է ամենակարևոր հարցը. ինչքան վրես կնստի։ Ոմանք ասում են 100, ոմանք 150, ոմանք 200, դաժե կան շուկայում առաջարկներ 90,000 դրամով քառակուսի մետր պատկլյուչ։ Հիմա կպարզենք, դա խաբկանք է, թե ռեալ է։ Այսօր մենք մաս-մաս կքանդենք կարկասային տունը և կպարզենք, թե ինչքան նա պետք է արժանա։ Առաջինը ինչպես միշտ կարկասն է։ Այսօր կխոսենք մետաղական կարկասի մասին։ Հիմնականում հիմքերին օգտագործում են 100-ը 100-ի վրա կամ 80-80-ի վրա 2 մմ հաստությամբ։ Միջանկյալ կապերի համար օգտագործում են 60-40 մմ և 40-40։ Անհրաժեշտ է նշել, որ հիմնական կարկասի մետաղի հաստությունը պետք է լինի 2 մմ։ Ու այստեղ առաջի ազդանշանն է, ոմանք օգտագործում են 1,5 մմ։ Տեսքի վրա չի ազդում, բայց գնի մեջ մոտավորապես 500-ից 700 դրամ կարելի է խնայել։ Արդյոք արժե դա անել։ Եթե կարկասային տունը սարքում եք մեկ սեզոնի համար կամ հետաքրքիր չէ ինքը անվտանգ է թե ոչ, ապա այո, այլ պարագայում խորհուրդ չի տրվում։ Կարելի է հասկանալ, որ միջանկյալ կապերի մեջ օգտագործում են 1-1,5 մմ հաստությամբ պրոֆիլ։ Դա նորմալ է, բայց հիմնական հիմքերի վրա չի կարելի խնայել։ Միջինում մի քառակուսի մետր տան համար օգտագործվում է մոտավորապես 14 մետր պրոֆիլ խողովակ։ Միջինացված արժեքը 1 մետրի համար 2000 դրամ է։ Պարզ է, որ հաստը լայնը ավելի թանկ է, փոքրը նեղը ավելի մատչելի է, ես ասում եմ միջինացված արժեքներ։ Ստացվում է 2000 անգամ 14 28000 դրամ մենակ մետաղը առանց հավելյալ ապրաբոտկեքի, ներկման, անտիսեպտիկ մշակման եւ այլն։ Անցնենք առաջ խոսենք ջերմամեկուսիչի մասին։ Հիմնականում օգտագործում են բազալտовая վատը կամ միներալная վատը։ Միջինացված արժեք կնշեմ 900-ից 1000 դրամ։ Իհարկե կան ավելի մատչելի տարբերակներ, բայց իրանց խտությունը եւ իրանց էֆեկտիվությունը շատ ցածր է եւ անիմաստ գումարի վատնում է նմանատիպ նյութ օգտագործելը։ Մի քառակուսի մետր տան համար ծախսվում է մոտավորապես 4 քառակուսի մետր այդ նյութից։ Ստացվում է 4 անգամ 1000-4000 դրամ մենակ ջերմամեկուսացումը։ Առանց իր համար նախատեսված ածսեկների, որպեսզի տեղավորել առանց նյութերի, ինչով պետք է ամրացնել եւ այլն։ Պարզ կանոն, այս վիդեոում մենք խոսելու ենք միայն այն նյութերի մասին, որոնք որ ամոթ չէ օգտագործել կարկասային տան մեջ։ Իհարկե կան շատ ու շատ ավելի մատչելի տարբերակներ, բայց դրանց օգտագործումը բերելու է, որ մի որոշ ժամանակ անց դուք տասնյակ անգամ ավելի շատ գումար եք ծախսելու, որպեսզի իրանց կողմից ստեղծված խնդիրները լուծեք։ Քոլիկ ջան, գիտես ինչ կա։ Քեզ էլ որ այդպես մարազանին հետազոտության ենթարկենք, դու էլ դժվար պատվով տակից դուրս գաս։ Օրինակ բարակ կամ քիչ խտությամբ ջերմամեկուսիչը օգտագործելու դեպքում դուք չեք ունենալու ոչ ջերմամեկուսացում, ոչ ձայնամեկուսացում եւ պարզապես տաքացնելու եք փողոցը։ Չեմ խոսում կոմունալ ծախսերի մասին, որոնք որ 3-ից 4 անգամ ավելի շատ են լինելու։ Այսօր խնայեցիր, վաղը վճարեցիր մի քանի անգամ առավել գումար։ Եվ հիշի բարեկամս, ինչպես ասում էր Սպինոզան, պետք չապրել այսօրվա օրով։ Անցնենք առաջ եւ խոսենք մեմբրանաների մասին։ Քամի պաշտպանություն, ջրապաշտպանություն, գոլորշիապաշտպանություն։ Միջինացված արժեքը մի քառակուսի համար 300-ից 350 դրամ է։ Կան շուկայում նաեւ 100 դրամից սկսած։ Դրանց մասին չենք խոսում։ Մի քառակուսի մետր տան համար անհրաժեշտ է մոտավորապես 4 մետր մեմբրան։ Ստացվում է, որ 300 անգամ 4 1200 դրամ մի քառակուսի մետրի համար։ Ու այստեղ կա մի շատ կարևոր նյութ, որի մասին բոլորը մոռանում են։ Դա այդ մեմբրանների հերմետիզացման համար նախատեսված սկոչներն են։ Մոտավորապես 40 մետրանոց ռուլոնի արժեքը 11000 դրամ է։ Այդպիսի ռուլոն մի տան համար պահանջվում է 2-ից 3։ Եվ ստացվում է, որ մի քառակուսու վրա նա նստում է մոտավորապես 400 դրամ։ Անցնենք առաջ եւ խոսենք ֆասադից։ Նախորդ վիդեոներից դուք արդեն ծանոթ եք, որ բավականին շատ նյութեր կան, սայդինգ, մետաղական, փայտե եւ այլն։ Այս վիդեոյի մեջ կխոսենք տարածված նյութի մասին, դա փայտե վագոնկան է։ Առաջի դասի 1 քառակուսի մետրի արժեքը մոտավորապես 2700-ից 3000 դրամ է։ Մի մետր քառակուսու տան համար օգտագործվում է մոտավորապես 3,5 մետր այդ նյութից։ Պարզ մաթեմատիկական կանոնով ստացվում է 2700 անգամ 3,5, պատասխանը 9450 դրամ։ 1 քառակուսի մետր տան համար։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ կան շատ ու շատ ավելի մատչելի նյութեր,
որը կընտրեք ձեր որոշումն է։ Մենք այս վիդեոյի մեջ խոսում ենք միայն այն նյութերի մասին, որոնք որ հետագայում չեն առաջացնելու խնդիրներ։ Պրոբլեմ չկա ապեջան ինչով կարամ օգտակար կլեմ։ Ոչ որ երկիրը իրար պետք է օգտակար լինենք ցավը տարեմ։ Եվ նշեմ, որ արժեքները ակտուալ են 2026 թվականի մարտ ամսի համար։ Թե ինչ կլինի հետո, բարձ չէ, որովհետև նյութերը հիմնականում ներմուծվում են տարբեր երկրներից, Ռուսաստան, Պարսկաստան եւ այլն, եւ աշխարհաքաղաքական իրավիճակը անմիջապես ազդում է նյութերի Հայաստանի տնտեսության վրա։ Օրինակի համար Իրանի սահմանը փակ է եւ նյութերը արդեն չեն գալիս Հայաստան։ Եվ երբ կբացվի սահմանը ու մենք կստանանք էլի բարձր որակի նյութեր, դեռ բարձ չէ։ Ինձ թվում է նա եկել է ձեզ մոտ, որ դուք օգնեք նրան այդ հարցում։ Ինչ տուն առանց տանիքի։ Ամենատարածվածը մետաղական տարբերակն է։ 1 քառակուսի մետրի արժեքը մոտավորապես 2600 դրամ է։ 1 քառակուսի մետր ծածկելու համար անհրաժեշտ է 1.3 քառակուսի մետր այդ նյութից։ Ստացվում է, որ 2600 անգամ 1.3 3380 դրամ է։ Բայց տանիքը միայն իրանով վերջնական լուծում չէ։ Նրա համար անհրաժեշտ են հավելյալ մետաղական տարեր, որը դուք կտեսնեք այս վիդեոյում, եւ մոտավորապես մի քառակուսի մետրի վրա արժեքը նստում է 5000 դրամի սահմաններում։ Ինչ կարկասային տուն առանց պանորամային պատուհանների։ Շուկայում ամենամիջին տարբերակները, որը արժե օգտագործել 50000 դրամից է սկսվում։ 1 քառակուսի մետրի վրա այդ նյութից պահանջվում է մոտավորապես 0.2 քառակուսի մետր։ 50 անգամ 0.2 ստացվում է 10000 դրամ 1 քառակուսի մետրի համար, ու սա հիմնականում բազային տարբերակն է։ Ինչքան ավել պատուհան, այնքան ավելի թանկ քառակուսի մետր կարկասային տանն է։ Եթե ունենք պանորամային պատուհան, ապա ունենք եւ դուր պանորամային պատուհաններով։ Մի քառակուսի մետրի արժեքը լիարժեք մեխանիզմներով մոտավորապես 150.000 դրամ է։ Այդ նյութից մի քառակուսու համար պահանջվում է 0.04 մետր եւ ստացվում է, որ մի քառակուսու համար անհրաժեշտ է հավելացնել եւս 6000 դրամ։ Ներքին հարդարում։ Այս վիդեոում օգտագործելու ենք վագոնկան։ Դրա գինը մենք նշել ենք ֆասադի մեջ եւ այս պարագայում չենք ավելացնում հավելյալ գումար։ Հատակի համար օգտագործում ենք OSB, լամինատ եւ դրա տակ փակցվող սպունգներից։ Այս ամբողջական փաթեթի արժեքը մոտավորապես 7000 դրամ է 1 քառակուսի մետրի համար։ Հիմնականում պահանջվում է 1.1 քառակուսի մետր 1 քառակուսի մետր տան համար եւ ստացվում է 7000 անգամ 1.1 ստացվում է 7700 դրամ։ Մինիմալ արժեք, որը որ եւս ավելանում է մեր ընդհանուր բյուջեի վրա։ Ամենակարևոր սենյակի մասին մոռացանք։ Զուգարան։ Զուգարանակոնք, լվացարան, սիֆոններ, կաֆել մետլախ, դրանց սոսիզները, ջրի բոյլեր եւ այլն։ Ամբողջական փաթեթը ամենամինիմալ արժեքով 250000 դրամ է։ Մի քառակուսի մետրի համար մենք եւս ավելացնում ենք մոտավորապես 4150 դրամ։ Հիմա ամենահետաքրքիրը՝ տան պատերը դրեցինք, գնում ենք կապրել, իհարկե ոչ։ Պետք է ինժեներական համակարգներ։ Ջուր, հոսանք, անհրաժեշտության դեպքում նաև գազ։ Այսինքն խողովակներ, սիֆոններ, լարեր, ապահովիչներ, լուսարձակներ եւ լիքը այլ բաներ։ Մի քառակուսի մետրի համար ավելացնում ենք եւս 15000 դրամ։ Սա ամենակարևոր հատվածն է, պետք չէ խնայել ինժեներական համակարգերի վրա, որովհետեւ եթե օրինակի համար պատի մեջ տրուբեն ծակվեց, աննշան ճակ տվեց, որովհետեւ ինքը ցածր որակի է, դա ինչի է բերելու։ Ճիշտ է, որ ամբողջ պատը քանդեք, 0-ից էլի հավաքեք։ Ինչքան դա կարժենա, հաշվեք դուք ինքներդ։ Հիմա այն անհրաժեշտ նյութերի մասին, որոնց արժեքը բավականին ցածր է, բայց միասին նրանք զգալի գումար են ավելացնում 1 քառակուսի մետրի վրա։ Սամարեզներ, անկյուններ, անկերներ, պտուտակներ, մեխեր, սկոչներ եւ այլն բավականին շատ նյութեր է պահանջվում եւ եւս 3000 դրամ ավելացնում ենք 1 քառակուսի մետրի համար։ Կարկասային տան մասին ենք խոսում։ Դուք էլ եք զգում, չէ՞, որ ինչ-որ մի բան մոռացել ենք։ Քևին։ Իհարկե, եթե մեր կարկասը մետաղից է, դա չի նշանակում, որ մենք փայտ չենք օգտագործում։ Գնում եք կոնտրաբրոշոտկայի վրա եւ այն տեղերում, որտեղ որ մետաղը խելամիտ չէ օգտագործել։ Մի կուբամետր փետի արժեքը 120000 դրամ է, դա թաց տարբերակը, չորը 150 եւ պլյուս։ Եվս 2000 դրամ մեր քառակուսի մետրի վրա ավելանում է փայտը։
Իհարկե եւ այստեղ կարելի է բավականին խնայել։ Պարզապես պետք է կոնտրաբրիշոտկայի մեջտեղը ավելի շատ տարածություն թողնել։ Միգուցե խնդիր չի առաջանա, բայց այս պարագայում մենք չենք խոսում դրա մասին, որովհետև տունը հանձնելուց հետո կառուցողը եւս ունի մեծ պատասխանատվություն։ Եվ յուրաքանչյուր սխալ, որ նա թողել է շինարարության ընթացքում, հետո անդրադառնալու է եւ բնակիչի եւ շինարարի վրա։ Հիմա միասին հաշվենք ինչ ստացվեց։ Կարկաս 28000 դրամ, ջերմամեկուսացում 4000 դրամ, Մեմբրաններ պլյուս սկոչ 1600 դրամ, Ֆասադ 9450 դրամ, Տանիք 4800 դրամ, Պատուհաններ 10000 դրամ, Դռներ 6000 դրամ, Սանհանգույց 4150 դրամ, Ինժեներական համակարգեր 15000 դրամ, այլ ծախսեր 3000 դրամ, Տախտակ փայտը 2500 դրամ, Նյութերի ընդհանուր արժեքը կազմում է 95500 դրամ։ Այս գումարը անհրաժեշտ է, որպեսզի մի քառակուսի մետրը ունենա նորմալ նյութ։ Ամբողջ օրը մտածում են, մենակ թե ժողովրդին լավ լինի։ Այտենց էգոիստ մարդ չի լինի, բա մենք մարդ չենք։ Եվ կարկասային տան եւ պատերը եւ հիմքը եւ սենդվիչը լինի նորմալ որակի։ Չենք խոսում բարձր որակի մասին, խոսում ենք նորմալ որակի մասին։ Բարձրը միանշանակ 2-3 անգամ ավելի թանկ կլիներ։ Եվ այս ամենը առանց լաքերի, առանց ներկերի, առանց անտիսեպտիկ մշակման եւ այլն։ Եթե էլի բաներ կան, ինչի մասին մոռացել եմ հիմա նշել, կարող եք գրել մեկնաբանություններում։ Միանշանակ նյութերի մի մասը կարելի է գտնել ավելի մանչելի, մի մասը ավելի թանկ։ Մենք արել ենք միջինացված արժեքներ եւ հասկանում ենք, որ հայտնի կառուցապատողները, ովքեր որ բավականին մեծ օբյոմների գործ են անում, կարող են ունենալ զեղչ տարբեր մատակարարների մոտ։ Հիմնականում դա մոտավորապես 5% է, հազվադեպ դեպքերում 10%, բայց միջինացված արժեքը էլի ստացվելու է սա։ Այս բարձրաշվարկով իմացանք, որ 95500 դրամ դա մի քառակուսի մետրի նյութերի արժեքն են բազային տարբերակով։ Այստեղ չեն մտնում նաև լոգիստիկ ծախսերը, որովհետև օրինակի համար Երևանին կից գյուղեր նյութը հասցնել կարող է արժանալ մի քանի տասնյակ հազար դրամ, բայց օրինակի համար հասցնել Ղաղափան, Իջևան, Գորիս կարող է մի քանի հարյուրավոր հազար դրամ արժանալ մենակ լոգիստիկ ծախսերը։ Իսկ եթե այդ լոգիստիկ ծախսերը մի քանիսն են, հասանք ամենակարևորին, այն պատուհան դնողներին։ Սիրելի մայիկ, աշխատ, թախսո։ Մի տան վրա աշխատում է 5 մասնագետ՝ էլեկտրիկ, սանտեխնիկ, սվարշիկ, շինարար, ղեկավար եւ բանվոր։ Բոլորիս համար պարզ է, որ այս բոլոր մասնագետները չեն աշխատելու ձրի, իսկ եթե ինժեներական ցանցերի շինարարը բավականին բարձր կվալիֆիկացիա ունի, ինքը չի գալու կոպեկներով աշխատի։ Իհարկե, նաև բոլորիս համար պարզ է, որ յուրաքանչյուր շինարար ակնկալում է ստանալ եկամուտ այս ամբողջ process-ից։ Ոչ մեկը ոչ մեկի սիրուն աշկերի համար ձրի չի աշխատում։ Հազվադեպ դեպքեր կան, կարող է դուք իմանաք, բայց սա այդ դեպքը չէ։ Ինձ թվում է նա եկել է ձեզ մոտ, որ դուք օգնեք նրան այդ հարցում։ Յուրաքանչյուր կազմակերպություն ծախսում է բավականին մեծ ժամանակ, միջինացված 6 ամիս։ Դա առաջիկա զանգեր, քննարկումներ, նախագծում, շինարարության պատրաստում, բուն շինարարությունը եւ շինարարության ավարտելը եւ օբյեկտի հանձնումը։ Այս ամենը շատ պատասխանատու եւ բարդ աշխատանք է եւ դրա համար շինարարը նույնպես պետք է ունենա ֆինանսական մոտիվացիա։ Ող, չակա, մենաս քեզանից չի սպասում։ Այս ամենը հաշվի առնելով պարզ է դառնում, որ եթե ինչ-որ մեկը առաջարկում է 90000 դրամ պատկլյուչ, պետք է իրանից հարցնել, որ ոչ թե ինչ է այս ամենի մեջ մտնում, այլ ինչը չի մտնում, որովհետև բավականին շատ նյութեր կան, որոնց օգտագործումը շինարարության ընթացքում չի երևում, բայց այդ նյութերը ունեն բավականին մեծ արժեք, ու եթե պատվիրատուն մասնագիտացված չէ, նա շատ հեշտությամբ կարող է չնկատել այդ բացերը։ Իհարկե պետք չէ վազել եւ ամենաբարձր գնի հետևից, այստեղ էլ կարող են բավականին շատ խոչընդոտներ լինել, որովհետեւ օրինակ շինարարը կարող է գնահատել իր աշխատանքը շատ բարձր։ В принципе, ձևա, просто վրեդ թանկ կնստի։ Հիմնականում շուկան թելադրում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն մոտավորապես իր եկամուտը պահում է ստաբիլ նույն սահմանում։ Մեկը կարող է, չգիտեմ, մի 2-3000 դրամ ավել ուզի, մեկը պակաս, բայց միջնացած արժեքը հիմնականում նույնն է, որովհետև շուկայական մրցակցությունը բերում է դրան։
Եվ մի կարևոր բան նույնպես։ Եթե ամեն դեպքում որոշել եք, որ պետք է համագործակցեք ամենամատչելի գին տվողի հետ, ապա ֆիքսեք, որ նրանք օգտագործելու են այն նյութերը, որը որ այդ պահին քննարկում եք։ Կարող եք կնքել պայմանագիր, որտեղ որ կունեք սմետա, թե ինչ նյութեր են օգտագործվելու եւ ինչ քանակի։ Նաեւ ֆիքսեք, որ ժամկետները լինեն հստակ, որովհետեւ հաճախ պատահում է, որ սրոկները ասում են մոտավորապես, որպեսզի ձեզ գրավեն, բայց հետո լինում են բավականին մեծ խախտումներ։ Խոսքը ֆորս մաժորների մասին չէ կամ 10-15 օրվա մասին է, այլ նրա մասին, որ մի քանի ամիս կարող է ձգձգվել։ Ինչու ես տխուր, չներր մաքուր։ Հիմնականում մարդիկ արկասային տունը պատկերացնում են որպես պասիվ եկամուտի աղբյուր։ Պատրաստում են մոտավորապես 3 հատ տնակ ու ակնկալում են, որ դա պետք է բերի բավականին շատ գումար։ Միջինացված արժեքը նման տնակների 45,000 դրամ օրական։ Պարզ է, որ նրանք ամեն օր չեն գործելու։ Շաբաթական ընդունենք 3-ից 4 օր։ Հանելով բոլոր ծախսերը ստացվում է, որ մեկ տնակը օրական պետք է բերի 15,000 դրամ։ 3 տնակը միասին 45,000 դրամ օրական։ 45,000 անգամ 30 ստացվում է 1,350,000 դրամ, դա այն գումարն է, որը որ դուք պետք է ստանայիք, բայց եթե ձեր տնակները հանձնված չեն, այդ գումարը դուք չեք ստանում։ Իսկ եթե ուշացումը 2-3 ամսի մասին է, հիմա կարող է տպավորություն ստացվել, որ այս պայմանները արհեստական են, բայց ես շուկայում գիտեմ նմանատիպ իրավիճակներ, որ բավականին մեծ ուշացումներ են տեղի ունեցել։ Եթե դուք այդ պատվիրատուներից մեկն եք, խնդրում եմ կիսվեք ձեր փորձով մեկնաբանություններում։ Եվ չմոռանաք միանալ այս ալիքին, որովհետև մենք շարունակելու ենք այս վիդեոշարքը կարկասային տների, տեխնոլոգիաների, արժեքների, նյութերի մասին։ Մինչ նոր հանդիպում։